Այսօր երեկոյան տարածվեց լուր, որը ցնցեց ոչ միայն տեղեկատվական դաշտը, այլև բոլոր նրանց, ովքեր երբևէ լսել էին Տիգրան Քեոսայանի անունը։ Այսօր երեկոյան Տիգրան Քեոսայանը հեռացավ Արարչի մոտ, գրել է իր Telegram ալիքում նրա կինը, Մարգարիտա Սիմոնյանը։ Մի քանի բառ, բայց այդ մի քանի բառերը իրենց մեջ կրում էին մի ամբողջ աշխարհի կործանում։ Ինչպես է հնարավոր մի քանի նախադասությամբ կոտրել այն պատրանքը, որ ամեն ինչ դեռ կարելի է փրկել։ Հունվարի սկզբին Սիմոնյանը հայտնել էր, որ ամուսինը տարել է կլինիկական մահ և գտնվում է կոմայի մեջ։ Այդ պահից սկսած ամեն օր լարված սպասում էր։ Յուրաքանչյուր լուրի տող, յուրաքանչյուր բժիշկների շարժում, հույսի ու վախի խառնուրդ։ Մարդիկ հետևում էին այս պատմությանը, կարծես սպասելով հրաշքի։ Չէ՞ որ մենք սովոր ենք հավատալ, որ վերջին պահին ինչ-որ բան կփոխվի, բայց իրականությունը երբեմն դաժան է ու անողուկ։ Երբ Տիգրան Քեոսայանի մասին խոսվում է, մարդկանց մտքում միանգամից ի հայտ է գալիս ուժեղ կերպար։ Մարդ, ով միշտ առջևում էր, բարձր ձայնով, հակասական մտքերով, երբեմն սուր քննադատություններով։ Նրա կերպարը երբեք անտարբեր չէր թողնում։ Սիրում էին նրան կամատում, բայց անուշադրության մատնել երբեք։ Եվ հենց այդպիսի մարդկանց հեռանալը ավելի ցնցով է լինում։ Սիմոնյանը տեղեկացնելով ամուսնու մասին, շնորհակալություն էր հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթում էին նրա կյանքի համար։ Պատկերացրեք, ինչպիսի ներքին ուժ է պետք այդպիսի պահին ուրիշների մասին մտածելու համար։ Խնդրում եմ հիմա չզանգահարեք ոչ ինձ, ոչ էլ իմ ընտանիքին։ Շնորհակալություն բոլորիդ, գրել էր նա։ Դա ոչ միայն հորդոր էր, այլև անօգնական մերկճիչ, դադարեցնելու անսպառ հետաքրքրասիրությունը, դադարեցնելու ցավալի հարցերը, թողնելու ընտանիքը միայնակ իր մենության ու կորստի հետ։ Մենք հաճախ չենք հասկանում, թե ինչ է նշանակում ապրել այն պահին, երբ ամեն ինչ կախված է թեթև շնչից, մի քանի սրտխփոցից, երբ բժիշկները ոչինչ չեն խոստանում, եւ ժամանակը դառնում է ամենադաժան թշնամին։ Իսկ հարազատները ապրում են այդ ժամանակի հետ, րոպե առ րոպե։ Կարող եք պատկերացնել այն լռությունը հիվանդասենյակում, որտեղ մի կողմում սարքերի ձայնն է, մյուս կողմում սառը հույսը։ Տիգրան Քեոսայանի կյանքը լի էր հակասություններով։ Մարդ, ով մշտապես բախվում էր հասարակության կարծիքներին, երբեք չէր վախենում ասել այն, ինչ մտածում էր, բայց որքան էլ ուժեղ երևա մեկը դրսում, իրականում միշտ կա մի նուրբ կողմ, որը մնում է անտեսանելի։ Դա ընտանիքն է, այն փոքրիկ աշխարհը, որտեղ մարդը մերկ է իր զգացմունքների հետ։ Հենց այդտեղ է երևում իրական արժեքը։ Այս պատմության մեջ կա մի կարևոր հարց. ինչ ենք մենք թողնում մեր հետևում։ Մարդկանց հիշողություններում ինչ պատկեր է մնում մեր մասին։ Քեոսայանի հեռանալը նորից հիշեցրեց, որ ոչ ոք չի կարող խուսափել անխուսափելիից, բայց կարևոր է ոչ թե այն օրը, երբ կյանքը դադարում է, այլ այն ամենը, ինչ եղել է մինչ այդ, նրա գործերը, նրա խոսքերը, նրա ընտրությունները։ Դրանք են, որ շարունակվում են ապրել։ Երբ մտածում ենք մահվան մասին, այն մեզ կանգնեցնում է պատի առաջ։ Սովորական առօրյա վեճերը, կարիերայի նպատակները, վախերը, ամեն ինչ կորցնում է իր ուժը։ Մնում է միայն պարզ ճշմարտությունը։ Կյանքը կարճ է։ Ինչպես ենք մենք այն ապրում։ Ինչպես ենք վերաբերվում մեզ շրջապատողներին։ Արդյոք գնահատում ենք այն պահերը, երբ կարող ենք պարզապես լինել ընտանիքի հետ։ Հոգեբանները ասում են, որ մահվան լուրը միշտ մեզ հիշեցնում է մեր սեփական վերջավորության մասին։ Այն ստիպում է վերանայել կյանքը, մեր արժեքները։ Եվ հենց այստեղ է թաքնված այս պատմության ուժը։ Այո, սա ողբերգություն է, բայց միևնույն ժամանակ սա դաս է բոլորիս։ Ոչ ոք ապահովագրված չէ, եւ հենց դրա համար կարևոր է ոչ թե վախենալ մահից, այլ գտնել իմաստ, մինչ այն գա։ Հենց այս պահին ես կանգ կառնեմ այստեղ, եւ եթե դու ցանկանում ես, ես կշարունակեմ պատմությունը, ավելի խորանալով նրա կյանքի, ժառանգության եւ այն մտքերի մեջ, որոնք այս դեպքը թողեց մեզ բոլորիս։ Տիգրան Քեոսայանի անունը երկար տարիներ հնչում էր ոչ միայն հեռուստատեսության եթերում, այլև հասարակական քննարկումների կենտրոնում։ Նրա կենսագրությունը կարծես կառուցված էր հակասությունների, բախումների եւ ինքնահաստատման էնդլես պատմությունների վրա։ Նա իրեն ներկայացնում էր որպես մարդ, ով միշտ պատրաստ էր կռվել իր ճշմարտության համար։ Բայց որքան էլ նա վստահ ու կոշտ երևար էկրանին, իրական կյանքում նա ուներ բոլորովին այլ կողմ՝ ամուսին, հայր, մարդ, ով երազում էր խաղաղության եւ ընտանեկան ջերմության մասին։ Հենց այս հակադրությունն է դարձնում յուրաքանչյուր նման պատմություն ավելի ցավալի։ Որքան ուժեղ է մարդը հասարակության աչքում, այնքան անպաշտպան է դառնում իրականում։ Եվ երբ գալիս է այդ անխուսափելի պահը, մենք հասկանում ենք, որ ոչ մի հեղինակություն, ոչ մի համբավ չի կարող կանգնեցնել մահը։ Այն գալիս է աննկատ, անսպասելի,
խլում է ամենաթանկը՝ կյանքը։ Հունվարի սկզբին Մարգարիտա Սիմոնյանի խոսքերը ցնցեցին բոլորին։ Տիգրանն անցավ կլինիկական մահ եւ գտնվում է կոմայի մեջ։ Մի նախադասություն, որը փոխեց հազարավոր մարդկանց տրամադրությունը։ Այդ պահից սկսվեց սպասումը։ Յուրաքանչյուրի համար այն տարբեր էր։ Ոմանք հուսով էին հրաշքի, մյուսները պատրաստվում էին վատագույնին, բայց բոլորի ներսում կար լռի կաղուտք։ Գուցե նա կվերադառնա։ Պատկերացրեք Մարգարիտայի վիճակը։ Ով ոչ միայն հասարակական գործիչ է, այլև կին, ով օրերով սպասում էր ամուսնու աչքերի բացվելուն։ Նա շարունակում էր աշխատել, հայտնվել եթերում, բայց նրա ներսում միշտ տառը լռություն էր։ Այդ լռության մեջ միակ հույսը մարդիկ էին, ովքեր աղոթում էին։ Եվ հենց այդ պահին նա խնդրեց հասարակությանը. մի զանգահարեք, մի հետաքրքրվեք, պարզապես թողեք մեզ մենակ։ Դա խոսք էր ոչ թե մեդիա մենեջերի, այլ կնոջ, որ պայքարում էր սիրելիի կյանքի համար։ Երբ նման պատմություններ ենք լսում, մենք ակամայից սկսում ենք մտածել մեր սեփական կյանքի մասին։ Ինչ կլիներ, եթե հենց հիմա մեր սիրելի մարդը հայտնվեր նույն վիճակում։ Արդյոք մենք կկարողանայինք դիմանալ այդ սպասմանը։ Արդյոք մենք գնահատում ենք այն, ինչ ունենք այսօր։ Մարդիկ սովորաբար սկսում են հասկանալ արժեքը միայն այն ժամանակ, երբ կորցնում են։ Քեոսայանի կերպարը հակասական էր, բայց դա էլ էր նրան առանձնահատուկ դարձնում։ Նա ասում էր այն, ինչ շատերը վախենում էին ասել։ Նրա ֆիլմերն ու հաղորդումները հաճախ բորբոքել էին կրքեր, բայց դա էր նրա ուժը։ Նա չէր սիրում լռություն։ Նա սիրում էր կյանքը իր ամբողջ աղմուկով։ Եվ հենց այդպիսի մարդուն պատկերացնել լռության մեջ, կոմայի վիճակում, շատերի համար անտանելի էր։ Այս պատմությունը մեզ ստիպում է մտածել ևս մի կարևոր բանի մասին։ Մարդկային ուժը միայն բարձրաձայն հայտարարություններում չէ։ Այն նաև կարող է արտահայտվել խոնարհության մեջ, ընդունելու մեջ, որ դու ոչինչ չես կարող անել։ Եվ այդ պահին ամենաուժեղներն անգամ դառնում են փոքրիկ ու անօգնական։ Մարգարիտայի վերջին խոսքերը. շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթել են։ Խնդրում եմ հիմա չզանգահարեք ոչ ինձ, ոչ էլ իմ ընտանիքին, թվում են պարզ նախադասություններ, բայց դրանց ետևում թաքնված է մի ամբողջ ճիչ։ Դա աղերս է, որ հասարակությունը դադարի տեսնել միայն հրապարակային կողմը եւ հիշի, որ էկրանների այն կողմում ապրում են սովորական մարդիկ, իրենց ցավերով ու կորուստներով։ Մենք բոլորս ապրում ենք այնպես, կարծես վաղը անպայման գալու է։ Մենք պլանավորում ենք, վիճում, շտապում, հաճախ անտեսում մերձավորներին, բայց այս պատմությունները ցույց են տալիս իրականությունը։ Վաղը կարող է չլինել, մնում է միայն այսօր։ Եվ հենց այդ այսօրն է, որ մենք հաճախ վատնում ենք անիմաստ բաների վրա։ Քեոսայանի մահը թողեց հետևի մի հարց. ինչ ժառանգություն ենք մենք թողնում։ Ոչ թե նյութական, այլ հոգևոր։ Մեր խոսքերը, մեր գործերը, մեր վերաբերմունքը մարդկանց հանդեպ։ Դրանք են, որ շարունակվում են ապրել մեր բացակայությունից հետո։ Հիմա երբ այս լուրը վերջնական դարձավ, հազարավոր մարդիկ կսկսեն քննարկել նրա կերպարը, ոմանք գովելով, ոմանք քննադատելով, բայց իրականությունն այն է, որ մեկ ընտանիքի համար սա ոչ թե տեղեկատվական նորություն է, այլ անդառնալի կորուստ։ Եվ սա է այն ճշմարտությունը, որը մենք բոլորս պետք է հիշենք։ Այս պատմությունը դեռ շատ ասելիք ունի։ Եթե ուզում ես, ես կշարունակեմ այն, ցույց տալով, թե ինչպես նման դեպքերը փոխում են հասարակության վերաբերմունքը կյանքին, ինչպես են դրանք ստիպում վերանայել սեփական արժեքները։ Երբ որևէ հանրային մարդու մահվան մասին լուր է տարածվում, այն անմիջապես վերածվում է քննարկումների թեմայի։ Մարդիկ սկսում են բաժանվել երկու ճամբարի։ Ոմանք հիշում են նրա վաստակը, մյուսները հիշեցնում են հակասությունները։ Բայց ամենակարևորը, որ մոռացվում է այս աղմուկի մեջ, ընտանիքը։ Այն փոքրիկ միջավայրը, որտեղ մարդը այլևս ոչ թե լրագրող է, ոչ թե ռեժիսոր կամ քաղաքական դեմք, այլ պարզապես ամուսին, հայր, եղբայր։ Եվ հենց այնտեղ է ցավը առավել ուժեղ, առավել անողոք։ Տիգրան Քեոսայանի պատմությունը մեզ հիշեցնում է, որ որքան էլ հայտնի լինես, որքան էլ քո խոսքը լսելի լինի միլիոնավոր մարդկանց համար, վերջում ամեն ինչ հանգում է ընտանիքին։ Երբ մարդը դադարում է շնչել, դադարում են նաև բոլոր դեբատները, բոլոր հաղորդումները։ Մնում է միայն լռությունը, իսկ այդ լռության մեջ ամենահնչեղը դառնում են այն բառերը, որ երբևէ ասել է սիրելիներիդ։ Մահվան լուրը միշտ բերում է ոչ միայն տխրություն, այլև վախ։ Այն ստիպում է մեզ հարցնել ինքներս մեզ. իսկ ինչ կմտածեն իմ մասին, երբ ես չլինեմ։ Արդյոք հիշելու են իմ ժպիտը, թե իմ սխալները։ Արդյոք կասեն նա ապրեց արժանապատիվ կյանք, թե պարզապես կասեն անցավ։ Այս հարցերը մեզ սովորեցնում են պատասխանատվություն կրել յուրաքանչյուր քայլի համար։ Քեոսայանի մահվան լուրը նաև ցույց տվեց մեր հասարակության մի հետաքրքիր կողմ։ Մենք ունենք անսպառ հետաքրքրասիրություն ուրիշների կյանքի հանդեպ, բայց հազվադեպ ենք մտածում մեր մասին։ Մենք ժամերով քննարկում ենք հանրային մարդկանց ճակատագիրը,
բայց հաճախ մոռանում ենք հարցնել մեր հարազատներին, ինչպես են իրենք։ Սա վտանգավոր հակասություն է։ Մենք ապրում ենք ուրիշների կյանքի մեջ, մոռանալով մեր սեփականը։ Անձնական կորուստները մեզ սովորեցնում են ամենաառանցքային դասը՝ ժամանակը սահմանափակ է։ Մենք երբեք չգիտենք, թե երբ է գալու վերջին հանդիպումը, վերջին խոսքը, վերջին գրկախառնությունը, եւ հենց դրա համար է, որ պետք է գնահատել յուրաքանչյուր պահ։ Նայեք ձեր սիրելիների աչքերին։ Ասեք այն խոսքերը, որ վաղը գուցե չհասցնեք ասել, որովհետև վաղը կարող է չգալ։ Մարդու կյանքի իսկական արժեքը չափվում է ոչ թե տիտղոսներով, ոչ թե պաշտոններով կամ մեծ աղմուկով, այլ այն, թե որքան սեր են տվել, հենց դա է մնում մեր հետևից։ Եվ սա է այն միակ ժառանգությունը, որը երբեք չի մարում։ Քեոսայանը թողեց հակասական կարծիքներ, բայց մի բան անկասկած է, նա ապրեց կյանք, որը ոչ մեկին անտարբեր չթողեց։ Երբ մենք լսում ենք նման պատմություններ, լավ է կանգ առնել եւ մտածել. իսկ ինչպես եմ ես ուզում, որ հիշեն ինձ։ Որոշումների մեծ մասը մենք դնում ենք վաղվա վրա։ Վաղը կզանգեմ ընկերոջս, վաղը կասեմ ծնողներիս, որ սիրում եմ, վաղը ժամանակ կգտնեմ երեխաներիս համար, բայց վաղը երաշխավորված չէ։ Հենց այսօր է այն միակ պահը, որ մենք իսկապես ունենք։ Հոգևոր տեսանկյունից էլ այսպիսի դեպքերը մեզ հիշեցնում են կյանքի փխրունությունը։ Մարդը գալիս է աշխարհ, ապրում իր օրերը, կարծես հավերժական է, բայց իրականում յուրաքանչյուր շունչ նվեր է։ Եվ եթե մենք դա հասկանանք, կսկսենք ավելի խաղաղ ապրել, ավելի քիչ վիճել, ավելի քիչ քննադատել, ավելի քիչ ատել, որովհետև ամեն ինչ անցովիկ է։ Մարդու մահը որքան էլ ցավալի լինի, երբեմն բացում է մարդկանց աչքերը։ Այն ստիպում է մեզ ավելի շատ գնահատել այն, ինչ ունենք։ Եվ գուցե սա է ամենամեծ դասը, որ կարելի է քաղել նման պատմություններից։ Ոչ ոք չի կարող խուսափել մահվանից, բայց յուրաքանչյուր ոք կարող է ընտրել ինչպես ապրել մինչև այդ պահը։ Իսկ դու մտածել ես, ինչ կասեմ քո մասին, երբ չլինես։ Կյանքը միշտ մեզ տալիս է զգուշացումներ, բայց մենք սովոր ենք դրանք անտեսել։ Երբեմն այդ զգուշացումները գալիս են ուրիշների ճակատագրերի միջոցով։ Ինչ որ մեկի կորուստը դառնում է մեր սթափեցնող սիգնալը։ Տիգրան Քեոսայանի մահվան լուրը հենց այդպիսի սիգնալ էր։ Այն ստիպեց հազարավոր մարդկանց մտածել ոչ միայն նրա կյանքի մասին, այլև իրենց սեփականի։ Մենք բոլորս ապրում ենք այնպես, կարծես ժամանակը անվերջ է։ Մենք պատրաստում ենք ծրագրեր 5, 10, 20 տարի առաջ։ Մենք երազում ենք այն մասին, թե ինչ ենք անելու, երբ ամեն ինչ լավ լինի։ Բայց քչերս ենք մտածում, որ ամեն ինչ կարող է ընդհատվել հենց այս պահին։ Եվ այս գիտակցությունը, որքան էլ դաժան հնչի, մեզ տալիս է անգին հնարավորություն ապրել իսկապես։ Տիգրան Քեոսայանը երբեք չէր վախենում բախումներից։ Նա ընտրում էր իր ուղին եւ քայլում մինչև վերջ։ Բայց որքան էլ ուժեղ լինես, որքան էլ հայտնի եւ ազդեցիկ, կյանքը մեկ օրում կարող է կանգնեցնել քեզ, եւ հենց այստեղ է թաքնված իրական դասը։ Ոչ ոք անպարտ չէ։ Մարգարիտա Սիմոնյանի խոսքերից զգացվում էր ոչ միայն ցավ, այլև հոգնածություն։ Խնդրում եմ հիմա չզանգահարեք ոչ ինձ, ոչ էլ իմ ընտանիքին։ Սա ոչ թե պարզապես հորդոր էր, այլ փորձ սահման դնելու անթույլատրելի ներխուժման դեմ։ Որովհետև երբ հանրային մարդը կորցնում է իր սիրելին, հասարակությունը հաճախ մոռանում է, որ դա առաջին հերթին անձնական ողբերգություն է։ Եվ այստեղից գալիս է եւս մեկ կարևոր միտք։ Մենք բոլորս պարտավոր ենք սովորել հարգել ուրիշների ցավը։ Մահվան լուրը միշտ ստեղծում է դատարկություն, բայց այդ դատարկության մեջ կա նաև հնարավորություն վերագնահատելու մեր սեփական հարաբերությունները, մեր արժեքները, որքանով ենք մենք գնահատում մեր ընտանիքը, որքանով ենք ժամանակ հատկացնում նրանց, ովքեր մեզ ամենից շատ են պետք։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները շատ հաճախ ցավալի են։ Քեոսայանի հեռանալը մեզ հիշեցնում է, որ ամենակարևոր ժառանգությունը սերն է։ Ոչ մի հաջողված նախագիծ, ոչ մի համարձակ հայտարարություն, ոչ մի հանրային աղմուկ չի կարող համեմատվել մի պարզ ժպիտի կամ սրտանց խոսքի հետ։ Սրանք են պահերը, որ մարդիկ հիշում են մեզնից հետո։ Հնարավոր է, որ այս պատմությունը կծառայի որպես կոչ մեզ բոլորիս։ Դադարել անտեսել ներկան։ Դադարել ապրել միայն վաղվա հույսերով եւ սկսել ապրել այսօրվա իրականությամբ։ Եթե ուզում ես ինչ-որ մեկին ասել սիրում եմ քեզ, ասա հիմա։ Եթե ուզում ես ներողություն խնդրել, արա հենց այսօր։ Եթե ուզում ես կապվել մեկի հետ, որին երկար ժամանակ չես տեսել, մի հետաձգիր, որովհետև մահը հիշեցնում է մեզ մի ճշմարտություն։ Վաղը գուցե չգա, իսկ եթե չգա, ապա մնում է միայն այն, ինչ այսօր ենք արել։ Եվ գուցե հենց սա է Տիգրան Քեոսայանի պատմության ամենախորքային ուղերձը։ Նրա կյանքը կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց նրա մահը մեզ բոլորիս հիշեցրեց կյանքի ամենաբարձր արժեքը։
Մնաց միայն մեկ հարց. պատրաստված ենք մենք ապրել այնպես, որ երբ գա մեր ժամանակը, մարդիկ հիշեն ոչ թե մեր վիճաբանությունները, այլ մեր սերը։ Կյանքը հաճախ մեզ թվում է անվերջ ճանապարհ, բայց նման պատմությունները բացահայտում են ճշմարտությունը։ Այն կարճ է եւ անկանխատեսելի։ Տիգրան Քեոսայանի հեռանալը թողեց ոչ միայն դատարկություն, այլև մի կարևոր հիշեցում բոլորիս համար։ Ոչ մի համբավ, ոչ մի հաջողություն, ոչ մի բարձր պաշտոն չի կարող հաղթել ժամանակին։ Մնում է միայն այն, թե ինչպես ենք մենք ապրել, ինչ ենք տվել ուրիշներին եւ ինչ հետք ենք թողել նրանց սրտերում։ Հիշենք, ամենաթանկ ժառանգությունը, որ կարող ենք թողնել, սերն է։ Եվ եթե այսօր ունես հնարավորություն սիրել, գնահատել, ներել կամ պարզապես գրկել, մի հետաձգիր այն վաղվան, որովհետև վաղը կարող է չգալ։ Կյանքը չափվում է ոչ թե այն օրերով, որ ապրում ենք, այլ այն պահերով, որ ապրում ենք իսկապես։ Եթե ուզում ես լսել նման պատմություններ, որոնք ստիպում են մտածել ու զգալ, բաժանորդագրվիր ալիքին եւ սեղմիր լայք։